Ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Armenia TV եթերում Comments հաղորդաշարն է, իսկ դա նշանակում է, որ մենք այս րոպեների ընթացքում կմեկնաբանենք ամեն ինչ, անգամ այն ամենը, ինչը պարզապես մեկնաբանության կարիք չունի, այնպես որ բոլորդ նստած դիտում եք Comments եւ ես սկսում եմ իմ մեկնաբանությունները։ Հեսա կմերն եմ ծիծաղից այ մարդ։ Մեկ ամիս առաջ համակարգչային մասնագետին զորակոչել էին բանակ։ Իսկական ֆուտբոլային թիմը բարձր արդյունքների հասնելու համար գործում է խմբակային, թե խաղի ժամանակ, թե մնացած ամեն ինչում։ Սիրելի տղամարդիկ, հիշեք, եթե ձեր կինը ասում է, որ ինչ-որ բան ինքը չի վերցրել, ուրեմն հետ չի տա։ Ոչ մի գերմանացի չպետք է լինի մեր քաղաքում։ Գերմանացիք հեռացեք։ Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի։ Մի հատ էլ հորեղբոր աղջիկներ նույն խելքի։ Հիմա անենց դեմ կընդունի, իբր մենք ինչ-որ լուրջ հարցի մասին ենք մտածում։ Եթերում Comments-ն է։ Գաղտնիք չէ, որ պատմության ամեն մի ժամանակահատված հիշվում է որևէ իրադարձությամբ, եւ վերջին ժամանակահատվածի երևի թե ամենահիշարժան պահն էր Եվրոպան եւ փախստականները, որոնք հազարներով եկան Եվրոպա եւ ցանկություն հայտնեցին բնակվել միմիայն եվրոպական տարբեր երկրներում։ Լավ, եթե մարդկանց առումով ամեն ինչ կարծես հասկանալի է, ապա ինչ էր տեղի ունենում այդ պահին կենդանիների մոտ։ Comments-ը պարզեց, որ նույնը տեղի ունեցավ նաև կենդանական աշխարհում, եւ кеնդանիները վարվեցին մարդկանց պես, սակայն Եվրոպայի փոխարեն նախընտրեցին այլ տեղ։ Глупцы! Они забыли закон джунглей. Каждый сам за себя. Каждый сам за себя. А мы уйдем на север и переждем. А мы уйдем на север, а мы уйдем на север, а мы уйдем на север. Իսկ մենք շարունակում ենք եւ այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք մի որևէ շատ սիրված ֆիլմի եւ միասին բացահայտում փոքրիկ, այսպես ասած, անճշտությունները, որոնք վրիպել են ռեժիսորի աչքից։ Նախորդ հաղորդման ընթացքում մենք անդրադարձանք Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը սիրված ֆիլմին եւ այժմ կրկին կշարունակենք բացահայտել այն վրիպակները, որոնք ֆիլմի ռեժիսորը չի նկատել։ Սեղանին դրված է դաշույն, հետո հանկարծ այն անհետանում է սեղանի վրայից։ Դեպքի վայր է մեկնում շտապօգնության մեքենան 3164 համարանիշով, իսկ շենքի մոտ արգելակում է 3115 համարներով շտապօգնության մեքենան, սակայն Իվան Վասիլևիչը այնուամենայնիվ դուրս է գալիս 3164 մեքենայից։ Ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, որ կյանքը թատրոն է, որտեղ ոչ մեկը սցենարը չգիտի, բայց բոլորը ձգտում են հուշարար լինել։ Աչից կանգնածը շատ նեղացած էր մնացած երեքից։ Գիտեմ, որ խոզություն եմ անում, բայց երեխեքից ուտելու ժամը չեմ կարա խառնեմ։ Վերևի սրահում հաց կերած տղամարդուն հաշիվը արդեն բերել էին։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այս պահին մենք ներկայացնում ենք տեսաշար, որը ամբողջությամբ կազմված է ձեր իսկ ուղարկած լուսանկարներից։ Այս պահին կդիտենք տեսաշարի առաջին մասը, իսկ մեր հաղորդման ընթացքում անպայման կրկին կանադառնանք ձեր լուսանկարներին եւ տեսանյութերին։ Ալը նայեք ոնց առանց ատամ այսքան խնձոր կերա։ Այս վերջի շշից ոնց որ լավ հարբեցի։ Դե գիտեն է, որ գալստուկ չեմ սիրում կապել, հա ինչ անենք հարսանիք ենք գնում։ Այն ձեզ կան հաստության պաչկով փող կբերեք։ Տո հոպ, ասեցի կամած գնա, էսա ժամշանը կնկարի իմ արակ քշելը։ Մեզ տանում են Բուրատինոյի մոտ։ Այ մարդը սենց էլ բան կլինի,
Էշ 2 ժամ տրանսպորտ եմ սպասում։ Էս էշին կանգառում տեսա, իր համար կանգնած էր։ Այս երեխեք ջան, 5 րոպեից պատրաստ կլինի։ Ինտերնետ էլ չկա, մարդ գոնե ինտերնետով մեկի հետ ծանոթանար։ Յա, այս կոմպիս մեջ լրիվ վիրուսներ են։ Սպասել են դիմացի շենքից ծտերին վախացնեմ։ Դե որ ուտելու բան չեք տալիս, ես էլ ես կուտեմ։ Լասի, ոնց որ հարևանս ասա ես տանը չեմ։ Դեմքի այս արտահայտությունը նշանակում է մեկ բան. ես ընդհանրապես պրոբլեմ չունեմ։ Եվ իհարկե տեսանյութեր մեր հեռուստադիտողների կողմից։ Առաջին տեսանյութը մեզ ուղարկել է Անժելա Փանոսյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես՝ պատվերով լաց։ Հա, Լինան հիմա սուս է, բայց էլ հիմա Դերես ավդում դե լացի։ Հիմա Լինան նորից կսուսանա, ու հիմա նորից Լինան կլացի։ Եվս մի տեսանյութ, որը մեզ ուղարկել է Լուսինե Սարգսյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես՝ ապագա ալպինիստը։ Baba, gene. Մենք անպայման դեռ կանդրադառնանք ձեր լուսանկարներին եւ տեսանյութերին, իսկ այս պայն շարժվում ենք առաջ։ Բոլորս էլ իհարկե երբեմն հանդիպում ենք տարբեր հայտարարություններ, որոնք ինքնին շատ հետաքրքիր են եւ երբեմն ծիծաղելի։ Եվ այս պահին ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը՝ տրվում է հայտարարություն։ Վնասվածքների ընդունման կետ։ Փաստորեն մարդը իրականում 39 օր, ոչ թե 31։ Կեչում վկուսնի։ Էլ մյուս անգամ չասեք կեչուս, կասեք կեչում։ Ասում են իդեալական կինը իրականում նա է, ով կերակրում է, խմեցնում, պարկեցնում քնելու ու չի թողնում քնել։ Պահեստարանների նստարանը ամուսնության արարողության ժամանակ։ Չգիտեմ ոնց ինչ, բայց հիմա հաստատ ինչ-որ մեկը աշխատանքից թռնելու է։ Դե վաղը կգամ, չտխրես, եթե մենակ լինես զանգ տու ավելի շուտ կգամ։ Իսկ այս պահին սիրելի հեռուստադիտողներ ներկայացնում են Comments հաղորդաշարի աստղային էջը, որտեղ ճանաչված եւ սիրված մարդիկ հայտնվում են շատ հետաքրքիր իրավիճակներում, եւ այսպես Comments-ը ներկայացնում է ճանաչված հայերը անճանաչելի իրավիճակներում էջը։ Մենք շարունակում ենք եւ այս պայն ներկայացնում ենք մեր մշտական էջերից մեկը, որի ընթացքում մենք բացառապես խոսում ենք տարբեր երկերի տեսահոլովակների լուսանկարների մասին, որտեղ իմաստը մի քիչ թվում է կասկածելի։ Եվ այսպես հատուկ ձեզ համար Comments-ը ներկայացնում է իմաստը էջը։ Լավ է աննորմալության իմաստը։ Այս լուսանկարը նույնպես տեղ գտավ իմաստը էջում։ Լավ իմաստը։ Եվ վերջապես իմաստը էջի վերջին գլուխգործոցը մեր ավանդական The Best իմաստը շարքից։ A beautiful
onde quando eu falho. A beautiful to say I love you more, you wanna say goodbye. Ai, eu do cedo do vai. Tá com o menino pra dormir, você vai acordar. A do sei como foi. Nega. Good for me, my fire. Հետագայում ամեն ինչ ունեցավ տրամաբանական ավարտ։ We both in my fire. Body, mulher. Լավ սրա երկելու իմաստը։ Ասեցի մի երկի։ Մենք շարունակում ենք սիրելի հեռուստադիտողներ եւ այս պայն կրկին անդրադառնում ենք ձեր կողմից ուղարկած լուսանկարներին եւ տեսանյութերին։ Էս մատնաքաշը ինձ, դուք ձեր ճարը տեսեք։ Շոկոլադուտողը բռնվեց հենց հանցագործության պահին։ Շոկոլադը արգրաված է, կատարվում է քննություն։ Ռուսների մոտ մատրյոշկեքն է, մեր մոտ է լոգարանները։ Մի լոգարան մյուսի մեջ։ Վայ, ինչ լավ է այս ящիկը բացեցիք։ Անեն չէ էլի որ մեջը շատ հարմար էր։ Մինչև այս մատներն ա կծում, ես ամպերին կնայեմ։ Այսօրվանից ես նվագում եմ հարվածային գործիքների վրա։ Բարև ձեզ։ Ասացի միջև վաղը փողը լինի մոտս։ Կներեք, ընկերուս հետ եմ, ազատ սեղան ունեք։ Էս իմնա, սրա հետ գործ չունեք, հեռու գնացեք։ Բան այլ է ապը, պետք է խառնվենք։ Այդ առաջ էր նամենակ, հիմա սարդ մարդը ընկերների հետ է հարցեր լուծում։ Առաջին հայկական էլեկտրական թեյնիկը։ Տորի խորոված քյաբաբ կեդ ինչ ես ուտում որ։ Ընկերովի սելֆի։ Ուժեղ սերի ներկայացիչը միշտ էլ հանգիստ է քնում, երբ գիտի, որ կողքը ունի թիկնապահ։ Եվ իհարկե անդրադարձ ձեր կողմից ուղարկած տեսանյութերին։ Առաջին տեսանյութը մեզ ուղարկել է Լիաննա Մարգարյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. անբար փոխհամաձայնություն։ Եվս մի տեսանյութ մեր հեռուստադիտողների կողմից, իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես. գլխով հարց լուծողը։ Եթերում կոմենտն է, ասում են շենքերից մեկի բնակիչը միայն այն ժամանակ իմացավ իր բնակարանի զուգարանի տեղը, երբ փչացավ շենքի վերելակը։ Բեռնատար մեքենաների սեփականատիրոջ մասին ասում էին, որ ինքը կիլոմետրներով փող ունի։ Մեկ-մեկ պատահում է այնպես, որ պայթունները լինում են նաև էկոլոգիապես մաքուր։ Դե լավ է, վայ քու։ Էս ինչ վատման ասիր։ Երբ ա եղե։ Մենք շարժվում ենք առաջ եւ ներկայացնում մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք տարբեր իրադարձություններին եւ երևույթներին, որոնք տեսել եւ որոնց միջով անցել ենք շատ տարիներ առաջ։ Եվ այսպես կոմենտը ներկայացնում է տեսած մարդիկ էջը։ Մենք եղել ենք այն մարդիկ, որոնցից շատ շատերի տներում պարտադիր հայտնվում էր նման տեսակի գործիք, որը կոչվում էր իոնիկա։ Մենք եղել ենք այն մարդիկ, ովքեր օգտագործել են նման տեսակի սարք, իսկ թե որ պահին էր այն օգտագործվում, թողնում ենք առանց մեկնաբանության։
Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պահին կրկին ներկայացնում ենք տեսաշար, որը ամբողջությամբ կազմված է ձեր իսկ ուղարկած լուսանկարներից։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ակտիվ մասնակցության համար։ Այս բոլոր բաժակներով մենակ ես եմ խմելու։ Գարշոկը եւս ունի մեկ ֆունկցիա՝ աթոռը բարձրացնում է։ Ինչպես են արձագանքում մարդիկ, երբ կյանքում առաջին անգամ տեսնում են ֆոտոխցիկ։ Ասե համ ձմերուկը սառ է, համ էլ ես ձեռի հետ սառ եմ։ Սառը վիճակում սառը ձմերուկ ուտեմ։ Աշխատավարձը տուն բերել ես, թե կերել ես։ Արջի ոչնչացումը սկսեց քթից։ Արի հիմա էլ գնանք սաունա։ Այ մարդ ես չջարդվի, խայտարակ լինենք։ Ճանապարհին թռավ կապուտի վրա ու տենց էլ մնաց։ Էնաց որ մեզ սենց գրկել են, ուր են հետո տանելու։ Կա 3 տեսակի ավտոմեքենա՝ բարձր, ցածր ու շատ ցածր։ Բայց իմ դուխիները որտեղ է։ Հիմա ամենակարևորը իր արարքը երեխու քթից չհանեն։ Լավ, հիմա էլ արի պոկեր խաղանք։ Լսի, վերջի անգամ եմ քեզ ասում, ինձ հանգիստ թող ու գնա։ Եվ իհարկե անցում կատարենք ձեր տեսանյութերին։ Առաջին տեսանյութը մեզ ուղարկել են Գերմանիայից Կարո Առաքելյանը։ Իսկ տեսանյութը մենք անվանեցինք այսպես՝ քնելու ցանկություն անհարմար վիճակում։ Գոր։ Ուր ախպեր է, տարա գագրգի թեզի։ Գոր։ Եվս մի տեսանյութ, որը մեզ ուղարկել է Փարանձեմ Նազինյանը, իսկ տեսանյութը մենք անվանեցինք շատ կարճ։ Սիրուն եմ։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այս պահին ժամանակն է ներկայացնելու Կոմեծ հաղորդաշարի երաժշտական էջը, որի ընթացքում մեր լուսանկարները երգում են։ Երգող լուսանկարների հիթ շքերթ եւ ես մեծ սիրով ներկայացնում եմ երրորդ հորիզոնականը զբաղեցրած լուսանկարը։ Я убью тебя, лодочник! Я убью тебя, лодочник! Я убью тебя, лодочник! Я убью тебя, лодочник! Մեր հիթ շքերթի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց այս լուսանկարը։ Ничего не вижу, ничего не слышу, ничего не знаю, ничего никому не скажу. Ничего не вижу, ничего не слышу, ничего не знаю, ничего никому не скажу. Եվ վերջապես մեր հիթ շքերթի առաջին հորիզոնականը զբաղեցրել է այս լուսանկարը։ Она прошла, как каравелла по зеленым волнам, прохладным ливнем после жаркого дня. Я оглянулся посмотреть, не оглянулась ли она, чтоб посмотреть, не оглянулся ли я. Она прошла, как каравелла по зеленым волнам, прохладным ливнем после жаркого дня. Я оглянулся посмотреть, не оглянулась ли она, чтоб посмотреть, не оглянулся ли я. Իսկ մենք շարունակում ենք։ Ըստ հավաստի աղբյուրների ապացուցված է, թե ինչպես սկսել բիզնեսը զրոյից։ Առաջինը պետք է ծնվել հարուստ ընտանիքում, երկրորդը այդքանը։ Ձեր շունը հալվել է։
Դե հիմա մի հատ բրեկները սարդ գցեք։ Երկու հոգի հետս կվերցնեմ, ավել չեմ կարա։ Իսկ այս պահին սիրելի հեռուստադիտողներ ներկայացնում ենք մեր մշտական էջերից մեկը, որի ընթացքում անդրադառնում ենք տարբեր ռեկորդների, որոնք անգամ տեղ են գտել Գինեսի ռեկորդների գրքում, ռեկորդներ, որոնք մեր խորին համոզմամբ շատ անիմաստ եւ կասկածելի են։ Եվ այսպես Comments-ը ներկայացնում է անիմաստ ռեկորդներ էջը։ Բան չասի։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այս պահին մենք ներկայացնում ենք մեր հերթական էջերից մեկը, որի ընթացքում դուք ականատես կլինեք հաղորդումների ժամանակ պատահած տարբեր ծիծաղաշարժ դեպքերի, եւ այսպես եթերում է մենք ենք մեր հաղորդումները էջը։ Համաձայն եմ, Տասիկ ջան։ Շատ լավ։ Կարոտել ենք իրար դե վերջ հոց ուտել է։ Սա կարոտները թողնա։ Լավ է։ Ջնջի, սապրիզ է Մարդ պետք է դիմավորեք։ Չեմ ուշախ ջան, ուղակի գյումր Ուշեղը շատ ասիրում լողանալուց երկել։ Ես հասկացա արդեն։ Ես սիրեմ, չսիրեմ, Լավը կարող։ Մենք շարժվում ենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ, եւ այս պահին ներկայացնում ենք մեր քվեարկության էջը, որի ընթացքում ներկայացնում ենք 3 լուսանկար։ Իսկ դուք այցելելով մեր Facebook-յան Comments էջը քվեարկում եք ձեր դուր եկած լուսանկարի օգտին, եւ նման կերպ մենք պարզում ենք տվյալ շաբաթվա հաղթող լուսանկարը։ Սակայն ինչ ես ներկայացնեմ այս շաբաթվա լուսանկարները, եկեք անդրադարձ կատարենք մեր նախորդ հաղորդմանը եւ տեսնենք, թե որ լուսանկարները մասնակցեցին քվեարկությանը եւ որ լուսանկարը դարձավ այս շաբաթվա հաղթող։ Այս շաբաթ քվեարկությանը մասնակցեցին հետևյալ լուսանկարները։ Քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց այս լուսանկարը։ Շնորհավորում եմ հաղթող լուսանկարի հասցեատիրոջը եւ այս պահին ներկայացնում եմ այս շաբաթվա լուսանկարները, որոնք դուք այցելելով մեր Facebook-յան Comments էջը կարող եք քվեարկել ձեր նախընտրած լուսանկարների օգտին։ Եվ այսպես այս շաբաթվա լուսանկարներն են։ Սիրելի հեռուստադիտողներ, կրկին հիշեցնեմ, որ այս 3 լուսանկարները մասնակցում են քվեարկությանը եւ այս պահից սկսած դուք կարող եք այցելել մեր պաշտոնական Comments էջը Facebook-ում եւ կատարեք ձեր ընտրությունը։ Իսկ այսօր այսքանը ձեզ հետ Comments-ներ, որի ընթացքում մենք մեկնաբանեցինք ամեն ինչ, անգամ այն ամենը, ինչը պարզապես մեկնաբանության կարիք չուներ։ Դուք շարունակեք ուղարկել ձեր լուսանկարները եւ տեսանյութերը մեր էլեկտրոնային փոստի հասցեին եւ լավագույնները ես անպայման կմեկնաբանեմ։ Ձեզ հետ Արմեն Թադևոսյանն էր, դուք շարունակում եք դիտել Armenia TV, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ անգամ, արդեն նոր ու շատ թարմ Comments-ներով։